Անընդհատ խոսեք նոր գնաց, չէ՞։ Լավ։ Թմրամիջոցի կորելու մասին, դա ինչի մասին է վկայում, ինչ է նշանակում ձեր կարծիքով։ Ինչ են արել։ Չգիտեմ, ինչի մասն է վկայում, բայց ծիծաղ է հարուցում։ Առանց իրեն Ուրեմն պատկերացրեք 18 թվականին քրեական գործ է հարուցվել, այդ քրեական գործը քննվել է, հետո կարճվել է։ Հետո 25 թվականին վերստին բացում է այս քրեական գործը, այն ժամանակ ինձ էլ հարցաքննել է։ Ժամանակ որ կարծվեց ինչ ինքով կարծվեց, հիշեք, ինչ ասացիք։ Ես ճիշտ ասած չեմ հիշում, ես այն ժամանակ որպես վկա եմ հանդես եկել, հետո 25 թվականին բացվեց, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ։ Ու դա դուք տեսաք, թե ուղեկցումը, ասենք եկեղեցու դեմ, այսպես տոտալ ագրեսիվ արշավի գործողությունների հետ։ Այսինքն այդ շղթայի օղակներից մեկն է եւ այս հանգուցալուծումը դուք եկեղեցու դեմ կատարվող ինչպես եք տեսնում, հաշվի առնելով նաեւ վերջին այս իրողությունները, երբ տեսանք Վրաստանում ինչ մեծ հարգանքով պատկառանքով են եկեղեցու հանդեպ իշխանությունները, իսկ այստեղ տարական այսպես ելքը չթույլատրվեց Վեհափար Հայրապետի, այս պարագայում ինչ սպասել հետագայում։ Տեսեք, ուրեմն եկեղեցին 2000 տարվա հաստատություն է։ Եկեղեցին մեր ազգային ինքնության առանցքն է։ Իմ խորին համոզումն այն է, որ 2000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։ Եթե անգամ գեոքաղաքական շահագրգռություն կա օրինակ, ինչ-ինչ ուժերի դերակատարների պետությունների։ Գիտեք, որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների խորքում, դա ակնհայտ է եւ այդ մասին բազմաթիվ փորձագետներ նշել են։ Բայց ով ասեց, որ նախընթաց դարաշրջաններում այդպիսի ասպեկտներ եւս չեն եղել եկեղեցու դեմ իրականացված հալածանքներում։ Ձեր ծառայիկից եղբայրներին ինչ է չբավականացրեց, ինչ իրենք չհասկացան այս որ պայքարը ամենևին Վեհափարի եւ անհատների դեմ չէ, այլ եկեղեցու ուր հասան այդ այսպես կոչված տիրադարները։ Ես քիչ առաջ էլ ասացի, ես ցավում եմ իրենց համար, խորապես ափսոսում եմ։ Աղոթում եք նաեւ, որովհետև ես իրենցից յուրաքանչյուրի հետ որոշ ճանապարհ եմ անցել, որոշակի շփում եմ ունեցել եւ իմ մղձավանջային երազներում անգամ ես չէի կարող պատկերացնել, որ իրենք կհայտնվեն այսպիսի իրավիճակում։ Ես համոզված եմ, որ իրենք էլ այդպիսի ապագա իրենց չէին կարող կանխագուշակել։ Տեսնեք իշխանության կողմից ետքալ իրականացվող արշավի շրջանակում եկեղեցու դեմ, քանի որ այսպես նկատելի է, որ արդեն Փաշինյանի ներկայությամբ Վեհափարի անունն է հնչեցվում, այս շրջանակում որ իշխանությունը որոշակի նահանջ է արել։ Ես չգիտեմ, հիմա գիտեք ինչ, խոսում է հիբրիդային, չէ, հարձակումների մասին։ Հիմա եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններն են ավելի շատ ինձ հուշում հիբրիդային այդպիսի պատերազմի մասին։ Ես չգիտեմ էլի ինչ գործողություններ են պլանավորել։ Մի օր ուրեմն վարչական լծակներ են օգտագործում, այսօր կառավարությունը որոշում անվտանգության ծառայության պետի վերաբերյալ ինչ կարող եք ասել, փաստորեն ինքն էլ Վեհափարին դիմեց Ավազանի անունով, Վեհափարի եղբորը գործակալ անվանեց, փաստորեն ազգային անվտանգության ծառայությունն է ողջ գործընթացը նաև կուրացիան, հա, անում։ Տեսեք, կարող է քպական ադարձել, չգիտեմ։ Տեսեք, էլի, իհարկե ես այդ մոտեցումն էլ չեմ կիսում, երբ որ մարդիկ հայտարարություններ են անում բացարձակապես հիմքերից զուրկ, եւ դա փորձում են քողարկել միայն նրանով, որ այդ հայտարարությունը քաղաքական է։ Ցանկացած անպատասխանատու հայտարարություն մարդիկ փորձում են հիմնավորել նրանով, որ դա քաղաքական հայտարարություն է։
Սա բնորոշ է քաղաքական գործիչներին։ Իրավապահ համակարգի ծառայողները, բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք սովորաբար պետք է հիմնվեն զուտ մաքուր փաստերի վրա։ Նրանք չեն կարող անպատասխանատու հայտարարություններ անել։ Իսկ ինչ փաստեր կան։ Ես ձեզ ասեմ, ես այսօր ոչ մի փաստ չկա։ Ես այսօր ունեմ մեղադրյալի կարգավիճակ, ճիշտ է։ Իմ մեղադրյալի կարգավիճակ ունենալը նույնիսկ թույլ չի տալիս որևէ մեկին կամ որևէ մեկը չի կարող հիմք ընդունելով իմ մեղադրյալի կարգավիճակը համարել, որ ես կարգալուծված եմ կամ ես այլևս եկեղեցական չեմ։ Դա եկեղեցական իշխանության մենաշնորհն է։ Այնպես որ բոլոր առումներով որևէ մեկը, քանի դեռ անձը եկեղեցական աստիճան է զբաղեցնում, չի կարող նրան աշխարհական անունով կոչել։ Բայց միևնույն ժամանակ Սրբազան Մայրաթորը կարգալույծ արեց որոշ հոգևորականների թեմի առաջնորդների, օրինակ Արման Սարոյանին, վերջերս նաև Այոց թեմի առաջնորդին, բայց նրանք չեն ընդունում այդ ամեն ինչը, շարունակում են զբաղեցնել իրենց Դե գիտեք ինչ, ով չի ընդունում։ Նույն Գևորգ Օրինակ նախկինում Տեր Արամը շարունակված է Գիտեք Մասնաճյուղի թեմի նախկին առաջնորդը, որ հիմա այնտեղ նստած է։ Մենք նախկինում էլ ունեցել ենք եկեղեցականներ, որոնք կարգալուծվել են եւ որոնք չեն ճանաչել այդ կարգալուծությունը։ Բայց դա ըստ էության ոչինչ չի փոխել իրենց կյանքում։ Չեն ճանաչել, ասում են մենք շարունակում ենք դատական կարգով բողոքարկել են, Դատական կարգով բողոքարկելը դա վերջին ժամանակների նոնսենսն է, որովհետև նախկինում այդպիսի հնարավորություն չունեին եւ առհասարակ թե եվրոպական օրենսդրության պրակտիկայում եւ թե մեր պրակտիկայում նման դեպք չկա արձանագրված։ Դա ուղղակի կոպիտ ցեխոտ ոտերով միջամտություն է կրոնական գործերին։ Բազան մի հարցնամ գուցե զարմանաք, բայց ձեր եւ վեհափարի հարաբերությունները լավ են, երբ դուք բանտարկված էիք, փորձում էին լարվածություն գտնել, նույնիսկ նշում էին, որ տեսանյութերը վեհափարի կողմից են հրահանգվել, որ տարածեն եւ այլն։ Առհասարակ այս հարցին ի վերջո պատասխանեք, ինչպիսի հարաբերություններ ունեք եւ այդ խոսակցությունները ինչին էին միտված։ Դեպ այդ թեզ առաջ տարավ Արման Սարոյանը։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ արքեպիսկոպոսի միջև հարաբերությունները չեն կարող այլ կերպ լինել, քան հայրապետի եւ եկեղեցականների հարաբերություն։ Տեսանյութի տարածման հետ կապված կասկածներ ունեք, ով կամ ովքեր կարող են դա սարքել, տարածել։ Գիտեք, ինձ թվում է այնտեղ ավելի շատ ինչ որ խանդոտ կնոջ ձեռագիր է երևում, քան ասենք ինչ որ տարբեր մարդկանց։ Ով կարող է լինել։ Այդ խանդոտ կինը կարող է տղամարդ է, օրինակ հոգևորական իսկ թեմա։ Դժվարանում եմ ասել։ Հիմա ասենք որ հարցնում եք, տենց էքսպրոմ պատասխանում։ Սրբազան այնուամենայնիվ երկրի առաջի դեմքը ժողովրդի սպառնում է պատերազմով, ձեր կարծիքը այս մասին ասում է, եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չկազմեն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, սա շանտաժ է, թե եւս դες որտեղից նրան այս տվյալները, որովհետեւ միջավայրում չեն հրապարակում։ Փաստորեն սա այն էր, ինչ որ միջև հիմա փորձեր արվում ապացուցել։ Մենք ինքը ասում էր, որ խաղաղություն է լինելու, ժողովրդի մի ստվար հատված ասում էր, որ խաղաղությունը պետք է երաշխավորված լինի, որպեսզի պատերազմ չլինի։ Հիմա վերադառնում ենք նորից նախկին կետին։ Ուզում եք ասեք խաղաղություն չեն հաստատել, գիտեն որ պատերազմ է լինելու եւ նման կերպ։ Դե ես ենթադրում եմ, որ իրենք էլ գիտեն հավանաբար, որ հիմքերը ամուր չեն։ Այլապես ինչու՞ պետք է այդպեսի բան ասել։ Սրբազան այսօր ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց մի օրենք, որով այսուհետ եկեղեցուն պետության հողերը սեփականության իրավունքով չեն տրվելու են անհատույց։ Դե ասում են, որ այդտեղ որևէ միտում չկա եւ այլն։ Միտում տեսնում եք այս շրջանակներում հատկապես։ Գիտեք, միտում չտեսնելու համար շատ մեծ կուրություն է պետք։ Ինչ են ուզում անել, ասել դրանով։ Դե պարզ է, հերթական ռեպրեսիան է, հերթական բռնաճնշումն է, ինչ է նշանակում եկեղեցին չի կարող սեփականության իրավունքով հողեր ստանալ, երբ այդ եկեղեցիները, որոնք որ կառուցվեցին, պատմական սեփականություն են եկեղեցի։ Հետ խորհրդային մի շարք երկրներում փոխհատուցման օրենք ընդունվել, չէ՞։ Երբ որ խորհրդային միության տարիներին, խորհրդային իշխանության տարիներին եկեղեցուն հասցված վնասների համար փոխհատուցում է տրվել։ Մինչև հիմա վրաց եկեղեցին այդպիսի փոխհատուցում է ստանում։
մեր Բալտիկայում այդպիսի փորձ եղել է։ Հայ իրականության մեջ այդպիսի փոխհատուցման ինստիտուտ ներդրված չի եղել։ Այն համոզումով մեր կաթողիկոսները մտածել են ազգային եկեղեցի, ազգային պետություն։ Հիմա եթե այդ եկեղեցիները, որոնք որ եկեղեցու պատմական ժառանգությունն են, չպետք է վերադարձվեն հայ եկեղեցուն, ու պետք է վերադարձվեն։ Կան տենց հողեր Ինչի՞ բազմաթիվ Հայաստանում կա 18000 պատմամշակութային հուշարձան պաշտամունքային կարգավիճակ ունեցող։ 18000 եկեղեցու տնօրինության տակ գտնվում են մոտավորապես 300-ը։ Սրբազան Նիկոլ Փաշինյանը արդեն ասացինք Մոտավորապես, վստահ չէ։ ասում է դրանք չի ուզում տալ։ Հա, հիմա ինչ են ուզում անում։ Վերջերս Սևանի եկեղեցում կարծես երբ որ գնաց սպոնտան կերպով պատարագի մասնակցելու Նիկոլ Փաշինյանը, այնտեղ Վեհապար Հայրապետի անունը չզեղչվեց, այսինքն ըստ կարգի հայտարարվեց եւ պատարագը մատուցվեց։ Դա բավականին այսպես դժգոհություն էր առաջացրել իրենց մոտ, դրանից հետո կարծես թե էլ չի այցելել այլ եկեղեցիներ։ Ինչ է կարծում արդյոք սպառվել են այն եկեղեցիները, այսինքն այն տիրադավ հոգեվորականները, որոնք կարող են ընդառաջ գնալ եւ Փաշինյանի ցանկության պատերազմներ մասնակցել, թե ինչ որ այլ իրավիճակ է փոխվել։ Ենթադրում եմ այո։ Սպառվել, այսինքն այդ մի քանի հոգին են, այսինքն 10-20 հոգին, էլ տիրադավներ չկան դեռ շարքերում։ Դե գիտեք, չես կարող բացառել։ Հանգամանքներ կան, իրավիճակներ կան, չեմ կարող բացառել, չեմ կարող ստույգ ինչ-որ իրավիճակներ կան։ Իդեպ մի ուրիշ շագրավ հանգամանք էլ հոգեվորականներ կան, որոնք Փաշինյանի այցի ժամանակ զեղչել են Վեհապարի անունը, բայց հետո շարունակում են իրենց քարոզը տանել, պատարագը մասնակցել ըստ պատշաճի։ Սրան ինչպես կարձականվի։ Օրինակ Չարենցավանի կարծեմ սուրբ ամենապետիչը կոչվում է մեր եկեղեցու հոգեվորականը, արմավիրում էր։ Լավ է, որ վերջի հասկանում եմ։ Մի անգամ adnarrazvi ժամանակը որ տենց տիրադավ դարձան հետ եկան։ Դե լավ չի որ Մեղանչեցին լավ չի որ վերադառնում է։ Բայց լավ, Խանդուտ կնոջ մասով որ աստիկ, եթե կարող եք ասել ինչ կասկածներ ունեն եւ այլն։ Չէ, ես ուղղակի էքսպրոմ ձեռագիր Այդ խանդոտ կինը պայմանական ասած կարող է հոգեվորական է սքեմով տղամարդը։ Ես չգիտեմ, ես ուղղակի պահի տակ էքսպրոմ ինչ-որ բան Մասացիկ ասեմ։ սերիալներ են սարքելու Սրբազան։ Լավ, եկեք ես նոտարով ավարտենք, ուրիշ բաներ խոսենք։ Հարգելի հետևողներ, մենք կլսենք նաև Արշակ Սրբազանի